ցավով եմ ուսումնասիրել 20-ական, 30-ական թվականների մեր եկեղեցու պատմությունը փաստավավերագրված։ Այդ օրերին էլ հալածանք եւ հարձակում կար եկեղեցու հանդեպ, եւ շատ եկեղեցականներ ձերբակալված էին եւ շատերը աքսորվեցին, շատերն էլ գնդակահարվեցին։ Եվ այդ հոգևորականների ցուցմունքները, երբ որ արխիվում ընթերցում էի, բոլորին ինչ որ հարցերում մեղադրում էին, եւ բնական է, մենք մարդ ենք, մենք սուրբ չենք, մենք ունենք մեր մեղքերն, ունենք մեր սխալներն, ունենք մեր տկարությունները, բայց հոգևորականը, գոնե իմ սուբյեկտիվ մոտեցմամբ, ինչ սխալի մեջ էլ որ մեղադրվի, ինչ մեղքի մեջ էլ որ մեղադրվի, նա իրավունք չունի դեմ ելնելու հայոց հայրապետին եւ Սուրբ եկեղեցուն։ Նա պատրաստ պետք է լինի նահատակության հանուն եկեղեցու, բայց ոչ երբեք եկեղեցուց հեռանալու եւ հայտնվելու կանոնազանց ընթացքի մեջ։ Դրա համար ես չեմ ուզում այս հարցին այլ կերպ պատասխանել, ես շարունակում եմ հնազանդ լինել անսալ հայոց հայրապետի հորդորին եւ պատգամին